Բարև ձեզ Meridian Expo կենտրոնում այս պահին տեղի է ունենում 5-րդ Career City Fest լավագույն գործատուների փառատոնը, որ կազմակերպվում է Skill մարքեթինգային ընկերության կողմից եւ այս պահին թերթեմի տաղավարում մենք զրուցելու ենք Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի նախագահ բժիշկ Maple Leafs հայ-կանադական բժշկական կլինիկայի բժշկական տնօրեն Վարդգես Ավագյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ավագյան, Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատը բավականին լայն գործունեություն է իրականացնում, առևտրից մինչև բժշկություն, զբոսաշրջություն։ Հետաքրքիր է, թե այս բազմաշերտ փորձի կիրառումը Հայաստանում ինչպես կարող է նպաստել օրինակ Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Առաջին շնորհակալություն հրավերքի համար։ Դա շատ կարևոր հարց եք բարձրացնում, քանի որ մենք Կանադայի հետ ունենք բարենպաստ եւ բարեկամական հարաբերությունները դիվանագիտական մակարդակով, այս պահին 1 տարի է մենք անընդհատ խոսում ենք, որ շատ կարևոր է զարգացնել հենց տնտեսական կապերը Կանադայի հետ։ Դրա պատճառով մենք ստեղծեցինք Կանադայի կառավարության հովանավորությամբ մեր դեսպանության Կանադայի դեսպանության ուրեմն հովանավոր Կանադա-Եվրազիական տնտեսական պալատը։ Տեսեք, մենք ունենք տարբեր ուղղություններ։ Ուղղությունները այնպիսին են, որ իրանք արդեն մեր կարճ 10 ամսա, այսպես ասած, կյանքի ընթացքում բերել են բավականին լուրջ արդյունքների։ Քանի որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը զարգացողներից եւ ամենակարևորներից մեկն է, եւ Կանադան համար մեկն է աշխարհում նմանատիպ այդ հատվածում եւ բոլոր ուղեցույցները, աշխատանքի անվտանգությունը, հանքարդյունաբերության զարգացման տեխնոլոգիաները իսկապես աշխարհում համար մեկն է, մենք արդեն նպաստել ենք մեր ստեղի եւ մետալուրգիայի եւ հանքարդյունաբերության գործընկերներին, որոնք մեր անդամներն են, այնպիսին են ինչպես ալումինի գործարանը, Զանգեզուրի մոլիբդենի կոմբինատը եւ մենք ունենք համագործակցություն հանքարդյունաբերության ասոցիացիայի հետ, ապա իրանք մեկնել են արդեն քանի անգամ Կանադա, այնտեղ ձեռք են բերել այն կապերը, որոնք հնարավորություն կտան զարգացման եւ այդ բոլորը կնպաստի Հայաստանի տնտեսությանը։ Բացի դրանից մենք շուտով կունենանք Կանադայի օրեր զուտ առևտրային, այսպես առաջի անգամ ցանցում, դեռ չեմ ուզում բացահայտեմ, բայց դա կլինի մեծ խոշոր սուպերմարկետներից մեկում եւ մոտ 50 տեսականի կանադական ապրանքներ մեր պալատի միջոցով ստեղծվեց հնարավորություն ձեռք բերել եւ ներմուծել Հայաստան։ Նաեւ մենք IT ոլորտի հետ ենք շատ սերտորեն աշխատում եւ այս ներկապային մեզ մոտ ստեղից պատրաստվում է եւս մի խումբ ստեղից մեկնելու է դելեգացիա վեբ ֆորումի Վանկուվերում։ Այսինքն եւս մի ոլորտ է։ Մեզ մոտ ուսումնական կա առանձին բաժին, որը որ շուտով մեզ մոտ Հայաստան ժամանելու են Կանադայի ուսումնական հաստատությունները, որ կկարողանան նույնպես նպաստել առանց ուսուցման չկա տնտեսության զարգացում։ Եվ այսպես, եթե մենք նայում ենք ցանկացած ոլորտներին, ես կարող եմ թվարկել արդեն տարբեր հաջողված մեզ մոտ պրոյեկտներ եւ զարգացող այսպես մեր հարաբերությունները միայն պիտի նպաստեն Հայաստանի ցանկացած ոլորտի զարգացմանը։ Եվ այդ ոլորտներից մեկն էլ կարող է լինել առողջապահությունը, պարոն Ավագյան, գաղտնիք չէ, որ իթիվս մի շարք այլ ոլորտների Կանադայում բավականին մեծ ուշադրություն է դարձվում հատկապես առողջապահական ոլորտի կազմակերպմանը։ Այս փորձից ինչ կարող է վերցնել Հայաստանը։ Սկսենք նրանից, որ քանի որ մեր անդամներից են, որը որ 40-ից ավել անդամներ ունենք, նաև բժշկական ոլորտից են մեր մոտ անդամակցել մեր պալատին, նաև Maple Leafs հայ-կանադական կլինիկան առաջիններից է, որ արդեն 14 տարի գոյություն ունի այստեղ եւ ես առաջի օրվանից ինչ վերադարձել եմ Հայաստան եւ այսպես անընդհատ կամ Կանադա կամ Հայաստանում եմ անընդհատ փորձել ենք բերել այն բոլոր նոր տեխնոլոգիաները, երբ որ դեռ հələ չկար էլեկտրոնային առողջապահություն Հայաստանում։ Maple Leafs հայ-կանադական կլինիկան ուներ արդեն այդ էլեկտրոնային համակարգը, օրինակի համար։ Չմոռանանք, որ կոնկրետ մեր կլինիկան փորձում է տարբեր ծրագրեր անցկացնել, սկսած հոգեկան առողջության հետ Կանադայի հետ, մայրության դպրոցը հիմնել մեզ մոտ այնտեղի զարգացած բուժ հիմնարկների հետ, շաքարային դիաբետի շուրջ եւ չմոռանանք, որ Կանադան իսկապես սոցիալապես բարձր գտնվում է մի սանդղակում եւ մատուցում է
առողջապահական մի սիստեմ, որից կարելի է ընդօրինակել ամեն ինչ իհարկե չի հնարավոր չի զուտ վերցնել copy paste անել այսպես, բայց Գոնե տեղայնացնել, ադապտացնել եւ այս համակարգը, որ այսօր ստեղ է ներդրվում կարելի է ասել, կարելի է փորձել ավելին լավացնել եւ ձեռք բերել այնտեղի փորձից նույնպես օրինակներ։ Այ օրինակ այդ փորձի հնարավոր կիրառման դեպքում ինչպիսին կլինի օրինակ Հայաստանի առողջապահական համակարգը 5 տարի հետո, որ կետերով ավելի արդյունավետ կտեսնենք մեր փոփոխությունները։ Տեսեք, գիտեք, արդեն Հայաստանը փորձում է մի շատ մեծ պրոգրեսիվ քայլ կատարել, այսինքն ունենան այս ապահովագրական համակարգը։ Սակայն ցանկացած նման նորություն ինքը միշտ ունի թերություններ։ Իհարկե փորձում են հավանական առողջապահության ղեկավարները մշակել գործել մոտիկացնել ինչ որ մի աշխատող լավ մեխանիզմի, բայց հենադեք տեսնում եք ինչքան տարբեր դեռևս կան խոչընդոտներ եւ թերություններ։ Այսօր իմ խորհուրդը դա կլիներ, որ մինչև որևէ բան սկսելը ավելին պատրաստված, նախապատրաստված լինի որևէ համակարգ, որ չառաջանան ֆիասկոներ, չառաջանա դժգոհությունների քանակությունը քիչ գոնե լինի։ Իսկն 10 տարի հետո, եթե մենք այսպես ենք նայում, հա, կամ 5 տարի հետո, մենք եթե շտկենք այս բոլորը եւ բնական այդ ամենը կապվում է Հայաստանի տնտեսության հետ, չմոռանանք, որ ցանկացած նման սոցիալական ծրագիր դա մեծ բեռ է, հա, մեծ տնտեսության համար։ Եվ եթե մենք այսօր չզարգացնենք մեր հիմնական տնտեսությունը, ապա ունենալ լավ համակարգ դա բացառվում է։ Իսկ եթե մենք կարողանանք իսկապես ունենալ այս 5 տարվա մեջ օրինակի համար մի շարք խոշոր առաջադիմություն մեր տնտեսության մեջ, ապա դա կնպաստի առողջապահական համակարգի կայացմանը, այլ ոչ թե դրա վախարվածմանը։ Եվ շարունակելով ձեր միտքը, փաստորեն Հայաստանում որոնք են հիմնական մարտահրավերները եւ նաեւ ամփոփելով հա մեր զրույցը, որ կարող են օրինակ խոչընդոտ հանդիսանալ այդ փորձի կիրառման համար։ Մտածողության խնդիր ունենք, համակարգի խնդիր ունենք, որն են հիմնական մարտահրավերը, որ կարող է հանդիսանալ խոչընդոտ։ Գիտեք, Հայաստանի նման երկրի համար բոլոր այդ հատվածներում էլ կա մարտահրավեր։ Այսինքն մենք չենք կարող խուսափել չունենալ որևէ մարտահրավեր, քանի որ մեզ մոտ բոլոր ուղղությունները դա կլինի կրթական, դա կլինի կազմակերպչական, պրոֆեսիոնալիզմի, հա, համակարգի, այդ բոլորը նույն քաղաքական իրավիճակի, նույն մեր հարևանների իրավիճակի ելնելով մեր տարածաշրջանային մեր տեղակայման հետ կապված, այս բոլորը ուղղակի կամ անուղղակի ստեղծում են այդ մարտահրավերները, որոնք մենք պետք է կարողանանք ստրատեգիկ ձևով կանխագուշակենք սպասվելիք խնդիրները եւ ռիսկի անալիզ կատարենք։ Եթե մենք այսօր միայն փորձենք նայենք մոտակա ապագայով, ապա չենք տեսնի հեռու։ Մենք պետք է փորձենք ունենալ զարգացման ստրատեգիա, այսինքն բոլոր ոլորտները եթե դա տեսնեն, ապա մենք կկարողանանք էֆեկտիվ զարգացում ունենալ եւ այդ պարագայում այդ բոլոր մարտահրավերները մենք հաջողությամբ եւ հաղթանակով կասնենք։ Հակառակ դեպքում կլինի բավականին sense նեղ ինչ որ ուղղությունների զարգացում, բայց ոչ գլոբալ զարգացում։ Շնորհակալ եմ, պարոն Նավակ։ Ձեզ շնորհակալություն։